Արտաքին քաղաքականության առցանց ակադեմիայի երկրորդ հոսքի սիրելի մասնակիցներ, մեկնարկում է մեր 4-րդ հանդիպումը նժար սահմանադրական շարժման անդամ Գարեգին Միսկարյանի հետ, ում հետ հիմնականում խոսելու ենք ինքնորոշման համապարփակ տեսությունից, ինքնորոշման կարևորությունից ու թե առհասարակ ինչ է իրենից ենթադրում ինքնորոշումը։ Պարոն Միսկարյան, եւս մեկ անգամ շնորհակալություն հանդիպման հրավերը չմերժելու համար եւ պատրաստակամության համար, սիրով խոսքը փոխանցում եմ ձեզ։ Ողջույն, ես եմ շնորհակալ, որ այսքան շնորհալի երիտասարդներ կարողացել եք հավաքել միտեղ եւ այսքան կարեւոր գործ անել ապագա քաղաքական միտքը Հայաստանում զարգացնելու ճիշտ գծերի վրա դնելու համար։ Ես Գարեգին Միսկարյանն եմ, ինչպես արդեն նշեց Արփին, նժար սահմանադրական շարժման անդամ եւ ինքնորոշման համապարփակ տեսության հեղինակը անհամեստ չհնչի։ Քանի որ թեման առավելապես արտաքին քաղաքականության չէ, եթե ճիշտ եմ հիշում, խորագիրը դու ասացիր արտաքին հարաբերություններն են, ես կուզեի, որպեսզի մինչև բուն թեմային անդրադառնալ, այսինքն նժար շարժման եւ առհասարակ այն օրակարգերին, որը մենք գտնում ենք առաջնահերթ Հայաստանի Հանրապետության ապագայի ու զարգացման համար։ Կուզեի մի փոքր անդրադարձ կատարենք այն աշխարհաքաղաքական իրավիճակին, որի գիզակետում ենք ըստ էության գտնվում մենք, կամ եթե կուզեք սահմանագծին։ Ուրեմն պատմականորեն ձևավորվել էր անցած դարի կեսերին կամ ավելի ճիշտ դարեսկզբին եւ ապա դարի կեսերին ավելի արմատացել էր աշխարհաքաղաքական երկու հիմնական բևեռ, դա կոմունիստական գաղափարախոսության վրա հիմնված Սովետական Միությունը, Չինաստանը, Կուբան եւ այլ պետություններ էին եւ կապիտալիստական գաղափարների վրա արևմտյան աշխարհը առավելապես բնականաբար ինչ որ մի մասն էլ, ինչպես միջև հիմա ասում են, երրորդ աշխարհներ, դրա փլուզումը տեղի ունեցավ, ավելի ճիշտ դրա տրանսֆորմացիան սկսեց ինտենսիվ փուլ մտնել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Ամերիկայի հեգեմոն դիրք զբաղեցնելու բերումով եւ ապա ավարտին մոտեցավ ըստ էության Սովետական Միության փլուզմամբ։ Սովետական Միության փլուզումը հանգեցրեց նրան, որ աշխարհը դարձավ գրեթե միաբևեռ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունենալով տնտեսական մեծ ներուժ եւ ազդեցություն թե Եվրոպայի, թե Ասիայի երկրների վրա, միակողմանիորեն թելադրում էին այսպես կոչված աշխարհակարգը։ Սակայն տեխնոլոգիական եւ տնտեսական վերափոխումները հանգեցրեցին նրան, որ Չինաստանը կարողացավ դառնալ հակակշիռ ասեմ կամ այլ հակառակ բևեռ ասեմ կամ մյուս բևեռ եւ ըստ էության հիմա մենք ապրում ենք մի փուլում, երբ միաբևեռ աշխարհակարգից վերափոխում է գնում դեպի բազմաբևեռի կամ առնվազն գոնե երկբևեռի։ Ես ավելի հակված եմ դա անվանել բազմաբևեռ։ Այդ բազմաբևեռ աշխարհում, որը դեռ նոր ձևավորման փուլում է, Ռուսաստանը, որը Սովետական Միության իրավահաջորդն էր եւ ըստ այդմ նաեւ ցարական Ռուսաստանի իրավահաջորդն էր ու Սովետական Միության փլուզումից հետո այդ ցարական Ռուսաստանի կողմից գրավված տարածքների նկատմամբ իր ազդեցությունը կորցրել էր, նոր աշխարհակարգի պայմաններում հայտ ներկայացրեց կամ որոշվեց ռուսական կրեմլյան քաղաքական վերնախավի կողմից, որ աշխարհաքաղաքական այս նոր կարգում Ռուսաստանի դերը եւ նշանակությունը կարող է կշիռ ունենալ, Ռուսաստանը որպես միավոր կարող է բևեռ որպես հանդես գալ, մի դեպքում, եթե իրենք կարողանան կազմավորել մի միավոր, տնտեսական, քաղաքական մեկ միավոր, որտեղ կտեղավորվեն նախկին հետ սովետական պետությունները նվազագույնը, իսկ հնարավորության դեպքում ավելի շատ
տարածքներ եւ ժողովուրդներ եւ կլինի մեծ շուկա առնվազն 200-250 միլիոն բնակչությամբ, որովհետև Չինաստանը բնակչությամբ եւ տնտեսությամբ շատ մեծ էր, Եվրոպան 500 միլիոն բնակչությամբ եւ շատ մեծ համախառն ներքին արդյունքով էլի մեծ է, ԱՄՆ-ի մասին դե արդեն խոսեցինք, եւ այստեղ հավասար խաղացող դառնալու համար անհրաժեշտ էր մի կողմից թույլ չտալ, որպեսզի օրինակ Ուկրաինան միավորվի Եվրոպայի հետ եւ մեծ ներուժ ձևավորվի եվրոպական աշխարհամասում, որտեղ Ուկրաինան մեծ ռեսուրսների է տիրապետում, եւ մյուս կողմից ինքը տիրապետի այդ ռեսուրսներին եւ կարողանա որպես հավասարի բանակցել աշխարհի այդ գերտերությունների կամ բևեռների հետ։ Այդ ճանապարհին իմ գնահատմամբ, սա ես իմ դիտարկումներն եմ ներկայացնում եւ իմ մոտեցումները, որոնք կարող են չհամընկնել իրականության հետ, բայց դուք պետքա որպես վերլուծելու հակում ունեցող մարդիկ տարբեր դիտակետներ, տեսակետներ լսեք եւ փորձեք դրանց մեջ գտնել ձեր ճշմարտությունը։ Դրա համար ես այն համարձակորեն փորձում եմ ներկայացնել ձեզ։ Եվ ուրեմն Արցախյան 44 օրյա պատերազմը ռուսական, այսպես ասենք, ուժի միջոցով իր տիրապետությունը կամ իր հեգեմոն դիրքը վերականգնելու փորձ էր։ Նպատակն էր պատերազմի միջոցով թույլատրել եւ Հայաստանին եւ Ադրբեջանին դարձնել կախված ռուսական ազդեցությունից, ունենալ Արցախում ռուսական խաղաղապահների տեսքով զսպիչ միջոց եւ բանակցությունների այդ հավասարակշռության կամ խաղաղ ճանապարհով Արցախյան խնդրի կարգավորման հարցը օրակարգում պահելով ազդել եւ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա, իսկ Վրաստանը, ինչպես գիտենք, Իվանիշվիլի գործող կուսակցությունը ակնհայտ ռուսամետ քաղաքականություն է վարում, այսինքն Ադրբեջանի եւ Հայաստանի հետ հարցերը լուծելու դեպքում Վրաստանը մեխանիկորեն կարելի է ասել լուծված էր լինելու։ Ըստ պլանների դրանից անմիջապես հետո պետք է սկսվեր ուկրաինական պատերազմը եւ ըստ էության այդպես էլ եղավ, Արցախյան պատերազմում ռուսական ազդեցության վերականգնումից ոչ շատ ուշ, գիտենք հաջորդ տարի փետրվարին, 21-ի փետրվարին ռուսական զորքերը մտան Ուկրաինայի տարածք էական չի ինչ պատրվակներով, բայց ըստ էության նրանց պլանների մեջ կար 3 օրվա մեջ գրավել Կիևը, Կիև գրավել ասելով նկատի ենք ունենում Կիևի իշխանությանը հեռացնելը, Կիևում գործող լեգիտիմ իշխանությանը հեռացնելով ֆաշիստական, այսպես կոչված ռեժիմի մեղադրանքով եւ դրան փոխարինել Ռուսաստանին լոյալ Ռուսաստանի կողմից դրածող ղեկավարներով, նույնը նաեւ Հայաստանում էր նախատեսվում եւ այդպես զարգացնել, այսինքն գրավել առանցքային դիրք տարածաշրջանում Ասիայի եւ Եվրոպայի միջև, Հայաստանի միջոցով վերահսկել կապուղիները, որի մասին հիմա շատ է խոսվում Տրամպի ուղին, այսպես կոչված, Ուկրաինայում օգտակար հանածոներին, ծանր մետաղներին եւ ամենակարևորը 45 միլիոն բնակչությանը, որը Ուկրաինան ունի, իսկ Ռուսաստանը լուրջ դեմոգրաֆիկ խնդիր ունի նաեւ։ Դրանից հետո նախատեսվում էր նաեւ Միջին Ասիայի երկրների հնազանդեցման գործընթացը եւ Ուկրաինայի ու Հայաստանի իրադարձություններին զուգահեռ տեղի էին ունենում գործողություններ Միջին Ասիայի երկրներում, որոնք ակնհայտ հրահրվում էին արտաքին ուժերի կողմից եւ ինչպես հասկանում ենք, այդ արտաքին ուժերը դա Ռուսաստանն էր։ Այսպես ձևավորվեց բայց Ուկրաինայի պատերազմը չստացվեց բլիցկրիգով հաղթել
պատերազմը տևեց տարիներ եւ ըստ էության Ռուսաստանի ազդեցությունը Ադրբեջանի վրա թուլացավ, որովհետեւ ռազմական ուժը, որով ինքը պետք է կարողանար ճնշել կամ պարտադրել Ադրբեջանին որևէ կերպ վարվել իր հայացողությամբ կամ իր պետական շահերը սպասարկելուն, պարզվեց, որ այդ ուժը չունի։ Մյուս կողմից Թուրքիան որպես տարածաշրջանում հայտ ներկայացրած պետություն, երևի առանձին մի փոքր էլ Թուրքիային է պետք է անդրադառնալ, ուրեմն Թուրքիան ձևավորվել է Օսմանյան կայսրության այսպես կոչված ավերակների վրա, ցեղասպանությունը իրականացվել է հայկական հարցը, այսինքն հայկական պետության հնարավոր հեռանկարը վերացնելու նպատակով եւ այդ տարածքի, որտեղ թուրք ազգ որպես այդպիսին ինքը դոմինանտ դեր չուներ, այսինքն այդ տարածաշրջանում դոմինանտ էթնոսը չէր, այլ դա մի լեզվական ընտանիք էր կարելի ասել, որոնք այդքան մեծ ազդեցություն եւ հեղինակություն չունեին Օսմանյան կայսրության մեջ, բայց Աթաթուրքի ջանքերի եւ ընտրած մարտավարության շնորհիվ թուրք էթնոսի վրա ինքը որոշեց հիմնել իր ազգայնական պետությունը, ազգայնականությունը դասական առումով սկիզբ է առել Թուրքիայից եւ ապա նոր տեղափոխվել Գերմանիա այն ձևով, ինչ ձևով մենք գիտենք ծայրահեղ ազգայնականությունը, հա, ֆաշիզմի կամ նացիզմի տեսքով։ Ուրեմն Թուրքիայի գործող իշխանությունը նույնպես ցանկանում է ունենալ դոմինանտ դեր եւ մեծ ազդեցություն աշխարհում, տարածաշրջանում, աշխարհակալ պետությունների, ինչպիսիք են ԱՄՆ, Չինաստանը եւ ինչու ոչ նաեւ Եվրոպան, նրանց հետ հավասար կամ գոնե ավելի լավ դիրքերից բանակցելու եւ իր սեփական շահը առաջ տանելու համար։ Այսինքն այն ինչ ուզում էր անել Ռուսաստանը, նույնը ըստ էության ուզում է անել նաեւ Թուրքիան։ Այս առումով Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը եւ հակասության մեջ են տարածաշրջանի առումով եւ համընկնում են, որովհետեւ երկուսի չեզոքացումն էլ երկարաժամկետ կտրվածքում դժվարացնելու է նրանց հետագա վերարտադրություն, ասեմ, կամ վերականգնելը իրենց երբեմնի ազդեցությունը։ Այդ իսկ պատճառով ոչ Թուրքիային ձեռնտու է Ռուսաստանի քայքայումը, ոչ Ռուսաստանին ձեռնտու է Թուրքիայի չեզոքացումը, բայց մյուս կողմից երկուսն էլ հանդիսանում են լուրջ հակասություններ ունեն մեր տարածաշրջանի հետ կապված։ Եվ քանի որ կա հնարավորություն ըստ էության Ռուսաստանից փոկել Ադրբեջանին ռուսական ազդեցությունից թուլացնել ռուսական ազդեցությունը եւ մերձեցնել Թուրքիային կամ թուրքական աշխարհին, որը մտնում է ըստ էության պանթուրքիստական գաղափարախոսության տրամաբանության մեջ, Թուրքիան փորձում է այդ հարցում աջակցել։ Դրա համար հիմա իրենք այնտեղ ռազմաբազաներ են ստեղծում, տարբեր տեսակի զորավարժություններ են իրականացնում, այս ճանապարհը միտված է նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի ավելի մերձեցմանը դեպի արևմտյան աշխարհին, բայց Թուրքիայի համար թուրքական աշխարհի վերականգնելը կամ իր ազդեցությունը թուրքական աշխարհում արմատավորելը լուրջ խնդիրներ ունի, որովհետև թուրք ինքնության հետ կապված լուրջ խնդիր կա։ Եթե մենք էթնիկ ծագման վրա ենք շեշտը դնում եւ ազգային, իսկ Թուրքիայում էթնիկ ծագման վրա է դրած, եւ ազգային քաղաքականությունը փորձում ենք տեղավորել դրա վրա, ապա պարզվում է, որ գենետիկ հետազոտությունները կարող են լուրջ վնաս հասցնել այդ գաղափարախոսությանը։ Թուրքիայի ղեկավարները կամ քաղաքական էլիտան հստակ գիտի, որ Թուրքիայի այսօրվա բնակչության զգալի մասը կրոնափող հայեր, հույներ, ասորիներ են
եւ գենետիկ հետազոտությունները դրանք ապացուցում են։ Այդ է պատճառը, թերևս, որ Թուրքիայում արգելված են գենետիկ հետազոտությունները։ Քանի որ էթնիկ ծագման վրա է դրած, եթե կասկածի տակ դրվի Թուրքիայի թուրքերի թուրք լինելու թեզը, իսկ դա գենետիկ անալիզներով հնարավոր է դնել կասկածի տակ, ապա այդ թուրքական պետության ամբողջ գաղափարախոսությունը կարող է փշրվել։ Եվ այդ վտանգը զգալով Թուրքիան փորձում է մեկ այլ տեղ գտնել սերտ դաշնակիցներ կամ ազդեցության գոտիներ, դրանք իսլամական աշխարհն են եւ պանիսլամիզմը։ Պանիսլամիզմը նոր գաղափար չի, դա իսլամի ծագմամբ ձևավորված գաղափար է եւ պանիսլամիզմի գաղափարի կրողները ոչ միայն Թուրքիան են, այլ նաեւ արաբական աշխարհը, որտեղ նրանք էլ են իսլամի կենտրոն։ Եվ այստեղ էլ հակասություններ կա արաբական աշխարհի որպես իսլամական երկրների եւ Թուրքիայի որպես իսլամական երկրների վրա իր ազդեցությունը մեծացնելու միջոցով իր կշիռը աշխարհաքաղաքական այդ բալանսի մեջ վերականգնելու փորձ անող երկիր, այդ հակասությունները գնալով ավելի ու ավելի են խորանում։ Ես չեմ ուզում այլ հանգամանքների գործոնների վրա էլ խորանալ, օրինակ ինչպիսին Իսրայելն է, ինչպիսին արաբական աշխարհի առաջատար երկրներն են տնտեսական եւ տեխնոլոգիական առումով, բայց ընդհանուր դրվածքը թուրք-ռուսական Թուրքիայի դիրքավորումը մեր տարածաշրջանում եւ դրանից դուրս եւ Ռուսաստանի դիրքավորումը մեր տարածաշրջանում եւ դրանից դուրս ունեն այս իմ նկարագրած տրամաբանությունը։ Այսքանի հետ կապված կան հարցեր։ Հարցեր չկան։ Ուրեմն շարունակենք։ Հիմա որտեղ է Հայաստանի տեղը աշխարհաքաղաքական այս տեկտոնիկ շարժումների եւ ըստ էության բազմաբևեռ աշխարհի ձևավորման այս փուլում։ Բանը նրանում է, որ մի շատ կարևոր իրադարձություն էլ կա, որը տեղի է ունենում արևմտյան աշխարհում։ Դա լիբերալ դեմոկրատիայի ճգնաժամն է որպես այդպիսին։ Հիմա մի փոքր էլ խոսենք դրա մասին։ Ուրեմն դարեր առաջ 200-300 տարի առաջ, երբ որ ձևավորվում էր եւ հիմք էր դրվում լիբերալ դեմոկրատական պետությունների ներկայիս մոդելը, այդ ժամանակ ըստ էության լիբերալիզմի հիմքում ընկած էր ազատական գաղափարները, ազատությունը, որը հետագայում որպես հակակշիռ իր դրսևորումը ստացավ սոցիալ-դեմոկրատական գաղափարների, ճիշտ չեմ ձևակերպում, լիբերալ դեմոկրատիան մի գաղափարախոսություն էր, որը քարոզում էր եւ պահանջում էր ազատություն, սակայն խնդիրն այն էր, որ ազատությունը պետք է ունենար որոշակի սահմաններ եւ այդ ազատության սահմանների սահմանագծման հարցում ազատությանը որպես հակակշիռ առաջացավ արդարության գաղափարի հենքով նոր կուսակցություններ առաջացան։ Դրանք սոցիալ-դեմոկրատական կուսակցություններն էին, որոնք ի տարբերություն սոցիալիստական, ավելի ճիշտ կոմունիստական եւ սոցիալիստական կապիտալիստական գաղափարախոսությունները մերժող մոդելների առաջարկում էր շուկայական հարաբերություններ, բայց որտեղ պետության մասնակցությունը բարիքի արդար բաշխման եւ հասարակության կյանքը կազմակերպելու գործում պետության ինտենսիվ կամ գործուն մասնակցություն։ Այն դեպքում, որ լիբերալիզմը ասում էր պետությունը պետք է այդքան չխառնվի մեր գործերին, պետությունը պետք է ապահովի անվտանգություն, օրենքի գերակայություն, մնացածը մենք պետք է անենք ինքնուրույն։ Եվ ըստ էության այս արդարության եւ ազատության հակակշիռների վրա մենք մի քանի դար ապրեցինք, զարգացանք, թևակողեցինք նոր փուլ, բայց հարցը հասավ նրան, որ անձի անհատի ազատությունները
ամրագրվեցին օրենքներում, սահմանադրություններում եւ այն պայքարը եւ այն գաղափարները, որոնք նախկինում մղում էին մարդկանց կուսակցական գործունեություն ծավալել եւ իրենց ծրագրերը իրականացնել հանուն արդարության կամ մյուս դեպքում հանուն ազատության, այսինքն ցախերի եւ աչերի գաղափարները աստիճանաբար շատ մոտեցան իրար։ Ինչպես մոտեցան, այսինքն պետությունը լիբերալ հասարակարգերում էլ սկսեց միջամտել, որովհետև որոշ դեպքերում, օրինակ ամերիկյան ճգնաժամը ցույց տվեց, որ առանց պետության մասնակցության միայն բիզնեսի, տնտեսության միջոցով կամ միայն շուկայի միջոցով հնարավոր չի չեզոքացնել ճգնաժամերը առհասարակ եւ նաեւ ստեղծել այնպիսի արդար համակարգ, որը զերծ կմնա ցնցումներից։ Չէ՞ որ եթե հասարակության մեջ միայն վայրի կապիտալիստական գաղափարները լինեն եւ մարդիկ արդարության լուրջ դեֆիցիտ ունենան, կարող են եւ հեղաշրջումներ լինել եւ հեղափոխություններ լինել։ Ու ըստ էության լիբերալիզմն էլ դարձավ այդ առումով սոցիալական, որովհետեւ ինքը ոչ պետական միջոցներով, այլ առանձին հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների միջոցով, բայց իրականացնում էր սոցիալական ծրագրեր, որպեսզի այդ կտրուկ շեղումը չլինի։ Եվ մյուս կողմից սոցիալ-դեմոկրատական գաղափարներով պետությունների մեջ սոցիալական բաղադրիչը սկսեց աստիճանաբար նվազել, որովհետև նախ պետության համախառը ներքին արդյունքը շատ աճեց շնչի հաշվով տեխնոլոգիաների զարգացման բերումով։ Եվ երկրորդը մարդիկ ավելի գրագետ եւ ավելի խելացի սկսեցին, այսինքն կրթության որակը լավացավ, բարելավեց եւ այդ սոցիալական խնդիրները սկսեցին դեգրադացնել հասարակության, այսինքն եթե մարդը ունի նվազագույն ապահովված, չգիտեմ, թոշակ ասենք կամ նպաստ, որը ինքը չաշխատելու դեպքում ստանում է եւ մյուս կողմից աշխատողը ստանում է դրանից ենթադրենք 20% ավել, ապա այդ 20% ավել ստացողի մոտ ձգտումը ավել գիտելիք եւ ավել ջանք ներդնել այդ 20%-ի համար երբեմն պակասում է։ Եվ այստեղ գալիս է հասարակության ծուլություն, հա, այսպես ասենք, կամ սովորում են նպաստներին։ Այսինքն երկուսն էլ սկսեցին դրսևորվել իրենց այն կողմերով, որոնք մոտեցրին երկու գաղափարախոսություններին։ Եվ երբ որ արդեն այլևս կուսակցությունները չեն պայքարում ազատության այն ֆունդամենտալ ընկալման կամ մոտեցման համար, ինչպիսին օրինակ կանանց ընտրելու իրավունքներ կամ կրթության իրավունքներ, որովհետև կրթության հնարավորություն բոլորը չէ որ ունեին, այդ մոտեցումները, այսինքն այդ գլոբալ խնդիրները երբ որ լուծվեցին, կուսակցությունները առաջարկելու այլևս շատ մեծ տարբերություն չունեին, որ մարդիկ կարողանան ընտրություն կատարել երկու գաղափարախոսությունների մեջ։ Եվ դրա բերումով էր, որ սկսեց առաջանալ պոպուլիզմի զարգացում։ Պոպուլիզմը թևակողեց մի նոր փուլ, չգիտեմ, ինչ որ նեոպոպուլիստական գերպոպուլիստացվեց հասարակությունը եւ քաղաքական դաշտը։ Սա մի օրվա բան չէր, երկու օրվա եւ սա տարիներով անընդհատ ընտրություններում ավելի ու ավելի հաղթում էին առավել պոպուլիստները, որովհետև երբ որ պոպուլիստների մեջ են պոպուլիստները մրցում, արդեն ով ավելի պոպուլիստ է, այդ գաղափարն է հաղթում։ Սա լիբերալ դեմոկրատական աշխարհակարգի ճգնաժամերից մեկն է։ Երկրորդ առանցքային խնդիրը դա ընտրական համակարգերի կամ կուսակցական եւ ընտրական համակարգի վրա արտաքին ազդեցության մեծացումն է տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ։ Նախկինում մարդիկ իրար հետ խոսում էին
իրենց բակում, իրենց գրասենյակում, իրենց ընտրատեղամասում քաղաքական տարբեր ակցիաներ էին իրականացնում, ակումբներ էին գործում, որտեղից մարդիկ այդ գիտելիք ստանում էին, բուհերում էին սովորում, բայց պետք է հասկանալ, որ այդ շրջանակը իրենց վրա ազդելու շատ փոքր էր։ Սակայն տեխնոլոգիաների զարգացման հետ եւ պոպուլիզմի զարգացմանը զուգահեռ արտաքին ազդեցությունը այլ պետությունների ներքին կարգին եւ ընտրությունների վրա ավելի ու ավելի սկսեց մեծանալ։ Եվ հիմա մենք ականատես ենք լինում դեպքերի, օրինակ Ռումինիայում, որտեղ ընտրությունների արդյունքները չեղարկվում են, որովհետև ապացուցվում է, օրինակ, որ TikTok-ի միջոցով լուրջ ազդեցություն են ունեցել հասարակական տրամադրությունների վրա։ Հիմա այս ամեն ինչը հաշվի առնելով, առավել եւս հաշվի առնելով, որ մենք խոսում ենք զարգացած եւ որոշակի ինստիտուցիոնալ կարողություններ եւ իմունիտետ ունեցող ժողովուրդների մասին, հարց է առաջանում, բա ինչպես պետք է Հայաստանը հաղթահարի այն մարտահրավերները, որոնք դժվար է հաղթահարել նույնիսկ Եվրոպայի նման զարգացած պետություններին։ Եվ այստեղ գալիս է արդեն ինքնորոշման համապարփակ տեսությունը կամ ինքնորոշումը որպես խնդրի լուծում։ Ինչ ենք հասկանում ինքնորոշում ասելով։ Նախ պետք է ֆիքսենք, որ ինքնորոշման մասին շատ բան չկա գիտական առումով, կա հոգեբանական ինքնորոշումը որպես հոգեբանական երևույթ։ Երկու ամերիկացի հոգեբաններ, հիմա անունները չեմ կարող հիշել, իրանց աշխատությունը, որտեղ իրենք բավականին մանրակրկտորեն ուսումնասիրում եւ ներկայացնում են անձնային ինքնորոշումը, այսինքն ամենապարզ ինքնության սեփական եսի գիտակցումից սկսած, դա ենթադրում է այն, որ մարդը գիտի ով է ինքը։ Մի փոքր եսի մասին երևի արժե խոսել, գոյություն ունի երկու տեսակի ես, բանական եւ բնական կամ կենսաբանական եւ բանական։ Կենսաբանական եսը մեր օրգանիզմում դրած այն անգիտակից վիճակն է, որտեղ կարիք չկա, որ մենք հասկանանք, որ դա մենք ենք որևէ վարք դրսևորելու համար։ Օրինակ, երբ որ մենք այրում ենք մեր մատը, ռեֆլեքս կա, չէ, մենք հետ ենք քաշում, դա այդ օրգանիզմի կողմից ձևավորված բնական ռեֆլեքս է, որը ինքնապաշտպանությանն է միտված։ Այսինքն այդ եսը կենսաբանական մակարդակում կենդանիների մոտ շատ զարգացած է։ Դա ես չի, էլի, այսինքն ինքնությունն էլ չի, ես չգիտեմ, դրա բառը չկա հայերենում, ռուսերենում էլ երևի չկա։ Ստամեստ է, ռուսերենում թարգմանված է, ստամեստ, բայց ինչպես կլինի, երևի եսականություն։ Այդ եսականությունը այդ կենդանիների մոտ կա եւ այդ բանականության հետ կապ չունի, բայց կա մարդը որպես բանական էակ, որը սեփական եսի գիտակցման ավելի բարդ համակարգ ունի։ Դա սեփական արժեքների գիտակցումն է որպես բանական էակ, որպես իմիջայլոց նույնպես ապացուցված է, որ օրինակ ազատության եւ արդարության նկատմամբ մարդու հակումները ունեն գենետիկ հիմքեր։ Եվ ուրեմն այդ գենետիկ հիմքի վրա ձևավորված եւ մշակութային սոցիալական ազդեցության տակ ձևավորված ինքնությունը, անհատի ինքնությունը եւ այդ եսականությունը բանական էակի եսն է ձևավորում։ Բայց եւ կա մյուս ինքնորոշման մյուս դրսևորումը, դա ազգերի ինքնորոշումն է, որը երկրորդ համաշխարհայինից հետո ձևավորվել է որպես գաղութային պետությունները երբ որ անկախություն էին ստանում,
այդ թեզն է առաջ քաշվել, որ ցանկացած ժողովուրդ, որը կարողացել է իր համար ձևակերպել իր արժեքների վրա հիմնված նպատակ հռչակել պետություն, ինքը իրավունք ունի լինել միջազգային իրավունքի սուբյեկտ։ Իհարկե դա հետո աղավաղվել է տարածքային ամբողջականության հետ հակասության մեջ է մտել եւ այլն, բայց ինքնորոշման իրավունքը որպես միջազգային իրավունք ամրագրված է ՄԱԿ-ի կոնվենցիաներում։ Իսկ դրանց արանքում այդ երկու ինքնորոշման արանքում պարզվում է, որ կա ինքնորոշման մի ահռելի աշխարհ, որը անհատի ինքնության տարբեր մակարդակների շուրջ է կամ դրա հետ է առնչվում։ Եվ այդ ինքնորոշման տեսակներից թերևս մի քանիսը նշեմ, օրինակ կարևորներից, իհարկե բոլորն էլ կարևոր են, բայց առանցքային օրինակ մասնագիտական ինքնորոշումը։ Ինչով է տարբերվում մասնագիտական ինքնորոշումը մասնագիտական կողմնորոշումից եւ ինչի է կարևոր մասնագիտական ինքնորոշումը, այլ ոչ թե կողմնորոշումը, որպես հասարակություն եւ որպես անհատ, հա, այսինքն հասարակության մեջ ինչու դա պետք է արժևորվի։ Ուրեմն մասնագիտական կողմնորոշումը կարող է լինել սեփական արժեքներին դեմ նույնիսկ։ Երբ որ դու ոչ մի կերպ քեզ չես տեսնում, օրինակ բժշկության մեջ, բայց դու ծնվել ես մի ընտանիքում, որտեղ երկուսից ավելի բժիշկ կա, եւ իրենք իրենց հռչակել են բժիշկների դինաստիա, ինչը սովետական մենթալիտետին շատ մոտ է, մեր հասարակությանը, այսինքն, եւ ուրեմն դու, որովհետեւ ծնվել ես այս միջավայրում բժիշկների ընտանիքում, ապա ամենայն հավանականությամբ քո ծնողները քեզ կստիպեն, որ դու ընտրես բժշկի աշխատանքը։ Դու կարող ես ոչ մի առնչություն չունես այդ բժիշկ լինելու, որովհետև գենետիկ առանձնահատկություններ կան, օրինակ, չգիտեմ, արյան նկատմամբ վախ կամ ցավի նկատմամբ խիստ ապրումակցական մոտեցում, որը կարող խանգարի բժիշկ լինելուն։ Եվ հակառակը դու ունես հոյակապ երաժշտական լսողություն եւ ցանկություն լինել երաժիշտ, բայց քեզ դա չեն թույլ տալիս, որովհետեւ դու ոնց բժիշկ չդառնաս։ Եվ սա մի օրինակ է, շատ դասական տարածված օրինակ է, բայց նկատի ունեմ շատ տարածված է այս բժշկի թեզը, հա, որ սովորաբար այդ ընտանիքներում այդպես շարունակվում է։ Եվ դե հիմա կասեք, լավ, դե ինչ անենք, մարդը հիմա որոշել է կամ չի որոշել, դեմ է եղել, բայց վերջի վերջո բժիշկ է դարձել, ինչով է դա վատ։ Իսկ վատ է դա նրանով, որ եթե մեր պետության նպատակներից մեկը մարդու արժանապատիվ եւ երջանիկ կամ ներդաշնակ կյանք ապահովելն է ինքը իր հետ եւ հասարակության մյուս անդամների հետ, ապա մի մարդ, որը իր կյանքի, չգիտեմ, 1/4-ը, երբեմն 1/3-ը անց է կացնում աշխատանքի մեջ, որը ինքը սիրելով չի անում, առավել ասեմ, զզվելով է անում կամ տհաճությամբ, ապա այդ մարդը ամենայն հավանականությամբ այդպես էլ երջանիկ չի լինի եւ չի լինի ներդաշնակ ինքը իր եւ իր միջավայրի հետ։ Չի լինի ներդաշնակ ինքը իր ընտանիքի մեջ, չի լինի ներդաշնակ կոլեկտիվի մեջ, չի լինի ներդաշնակ որպես հասարակության անդամ, որպես պատասխանատու քաղաքացի եւ գուցե շատ լավ վիրաբույժ կլինի, որը կարող է կյանքեր փրկել, բայց այնպես չի, որ եթե ինքը երաժիշտ դառնար, այդ վիրաբույժի փոխարեն մի ուրիշ մարդ, որը երազել է բժիշկ դառնալ, չէր գա եւ այդ նույն գործը ավելի հաճույքով չէր անի։ Հետևաբար, եթե մենք որպես հասարակություն ուզում ենք, որ մեր միջավայրում մենք շփվենք ինքնաբավ եւ արժանապատիվ կյանքով ապրող մարդկանց հետ կամ դրան ձգտող մարդկանց հետ, առաջի եւ ամենակարևոր գործոններից մեկը դա մասնագիտական ինքնորոշման հնարավորությունն է, որպեսզի մարդը կուզի 10 տարի աշխատի երաժիշտ, հետո նորից վերադառնա բժշկության։ Ոչ մի խնդիր։ Մենք որպես հասարակություն
պարտավոր ենք ստեղծել հնարավորություններ մարդու ինքնադրսևորման, ինքնազարգացման, ինքնարտահայտման համար եւ միայն այդպիսի հասարակությունը կարող է լինել արդյունավետ եւ զարգացող։ Սա ինքնորոշման մի դրվագով ես թվարկեմ մի քանի ինքնորոշման առանցքային էլի կետեր, իմ կարծիքով առանցքային։ Դրանցից մեկը թերևս սոցիալական ինքնորոշումն է, երբ անհատը կարողանում է գտնել իր տեղը հասարակության մեջ։ Էթնիկ ինքնորոշումը, երբ որ դու գիտակցում ես քեզ համար ինչ է հայը, եւ եթե դու հայ ես իհարկե, այսինքն եթե խոսքը հայ մասին է, կամ ինչը, չգիտեմ, ռուսը կամ իսպանացին, եթե դու դրա կրողն ես։ Եվ ինչ պարտավորություններ եւ ինչ պատասխանատվություն է ենթադրում այն, ինչ դու ես, այսինքն լինել հայ։ Մենք այդ ես ինչի եմ շեշտում էթնիկ ինքնորոշումը մեզ համար առանցքային կարևորության, որովհետև ազգային պետության համար առանցքային կարևորություն ունի ամենալայն կոնսոլիդացիայի հնարավորությունը որպես սոցիալական շերտի եւ Հայաստանի Հանրապետության կամ հայ ժողովրդի համար Սփյուռքում ապրողները թերևս նույնպես շատ կարևոր է էթնիկ ինքնության նույնականությունը ոչ թե մերժել ուրիշների հայ լինելը, որովհետև ես հայ եմ, իսկ ինքը իմ նման չի, այլ գիտակցել ինչ ասել է հայ եւ ովքեր են այն մարդիկ, ովքեր նույնպես գիտակցել են, որ իրենք հայ են եւ դրա շուրջ ձևավորվի լայն կոնսոլիդացիա։ Մեր մոտ ցավոք սրտի էթնիկ ինքնությունը սահմանափակվում է միայն անհատով, անձով եւ բոլոր նրանք ոնց, այսինքն ես որ չգիտեմ ինչ ասել է հայ, ես նայում եմ դիմացինին, այս դիմացինը ասում է ես հայ եմ, լսի, բայց ինձ ոչ մի բանով նման չի։ Ուրեմն կամ ես հայ չեմ, կամ ինքը։ Եթե ես գիտեմ, որ ես հայ եմ, բայց չեմ կարող բացատրեմ ինչ է հայը, ուղղակի ես հայ եմ, կամ օրինակ ես քրիստոնյա եմ։ Ուրեմն ով քրիստոնյա չի, հայ չի։ Եվ այդպես մերժողականություն է գնում, չէ՞ կա այդպես, ով առաքելական չի, հայ չի, ով քրիստոնյա չի, հայ չի, ով եսի ինչ չի, հայ չի։ Այդ մերժողականությունը պարակտումը ծնվում է տգիտությունից, անգրագետությունից եւ էթնիկ ինքնորոշման բացակայությունից։ Այն մարդը, որը իր համար կարողացել է սահմանել ինչ է հայը, ինքը ոչ թե մերժում է ուրիշի հայ լինելը, այլ փորձում է օգնել նրան, որպեսզի նա էլ իր համար կարողանա սահմանել։ Այդ սահմանումները կարող են տարբեր լինել, բայց այն գիտակցումը, որ ես էլ եմ հայ եւ այսպիսին եմ ես, դու էլ ես հայ եւ այդպիսին ես դու, թույլ է տալիս քեզ միավորվել ազգային գաղափարի շուրջ եւ կերտել այն պետությունը, որին արժանի ենք մենք։ Այն մյուսների վրա շատ չեմ խորանա, բայց կարևորներից մեկ էլ քաղաքական ինքնորոշումն է, որը իմ գնահատմամբ մարդու որպես քաղաքական էակի, ինչպես ասում է Արիստոտելը, բարձրագույն դրսևորումն է։ Դա սոցիալական ինքնորոշումից մեկ քայլ ավելին է։ Սոցիալական ինքնորոշումը անհատի սեփական անձի տեղի եւ դերի ընկալումն է հասարակության մեջ, իսկ քաղաքական, եթե շատ պարզ փորձենք ասել, իսկ քաղաքական ինքնորոշումը սեփական արժեքների եւ գաղափարների վրա հիմնված ծրագրերը պետականությանը միտված, հասարակության զարգացմանը միտված գաղափարներն ու ծրագրերը իրականացնելու կամքի արկայությունն է։ Այսինքն դու այնքան քո արժեքների մեջ վստահ ես եւ համոզված ես, որ դրանք անհրաժեշտ են քո ազգին, քո պետությանը ավելի լավը դառնալու համար, որ դու պատրաստ ես թողնել ինչ որ բաներ, որովհետեւ ամեն ինչ եւ միշտ հնարավոր չի զուգահեռանել եւ կենտրոնանալ այդ մարդկանց հանրային կյանքը փոխելու օրակարգ ձևավորելու կամ այդ օրակարգը առաջ տանելու հարցի շուրջ։ Եվ
քաղաքական ինքնորոշումը նախորդում է արդեն ազգային ինքնորոշմանը։ Այսինքն անձնային ինքնորոշում, որը ունի տարբեր դրսևորումներ, ինչ մշակութային կարա լինի ինքնորոշում, տեխնոլոգիական ինքնորոշում, բնապահպանական ինքնորոշում եւ այլն։ Եվ վերին մակարդակները, որոնք արդեն հասարակության համար են, դրանք իհարկե անհատի քաղաքական ինքնորոշումից է բխում նրա տեղը հասարակական եւ քաղաքական գործընթացներում, որտեղ էլի պետք է որ ինքնորոշված մարդիկ լինեն, բայց քաղաքական ինքնորոշումը որպես ազգ, արդեն որպես միավոր կամ ավելի ճիշտ որպես ժողովուրդ, բերում է ազգային ինքնորոշման եւ սեփական արժեքների ու նպատակների վրա սեփական պետության հռչակման ու պաշտպանության։ Դրա հետ կապված հարցեր կան։ Ես մի հարց ունեմ։ Իրականում այս հարցի վերաբերյալ ես մի քիչ այլ պատկերացումներ ունեի, միջև այս թեմայով ձեր այլ հարցազրույցը լսելը, նրա մասին, որ պետությունը պետքա վերդասել անձից։ Այսինքն մեզ համար պետքա պետությունը իր արժեքը լինի առավել, քան անձը։ Ու այս մասով Չէ, գիտեմ, որ դե այդպես չի հա, ուզում ինքնաբանեք։ հա։ Տեսեք, երբ որ ես խոսում եմ էթնիկ ինքնորոշման մասին, դա մեր դեպքում կարևոր է, որովհետև մենք մոնոէթնիկ պետություն ենք եւ մենք ազգային պետություն ենք, ինչը քաղաքագիտական եւ միջազգային իրավունքի կողմից ընդունված մոդել է պետության։ Այսինքն մեր պետության մեջ հայերը որպես դոմինանտ էթնոս հռչակել են պետություն այս տարածքի վրա եւ այդ պետությունը պաշտպանելու պատրաստակամություն են հայտնել եւ այլն եւ փորձում են զարգացնել։ Դա ազգային պետությունն է, որը չի ընդհանրում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական վերաբերմունք։ Այսինքն այն որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է, դա նրա բերումով է, որ հայ էթնոսը այս պետության մեջ դոմինանտ է եւ հայ էթնոսի հռչակած պետությունն է։ Բայց օրինակ կարող է որոշում կայացվել, որ ասենք անգլերենն էլ հայերենին հավասարեցված լինի, որովհետև օրինակ դա տնտեսական կամ քաղաքական, ну, սովորաբար տնտեսական կամ անվտանգային խնդիր կարող է լուծել։ Օրինակ, դա թեզա։ Կան պետություններ, որտեղ անգլերենը հավասարեցված է, կամ օրինակ ինչի հեռու գնան, Կանադան ունի երկու պետական լեզու՝ ֆրանսերեն եւ անգլերեն։ Իհարկե այնտեղ էթնիկ խմբերն էլ կան, այսինքն ինքը անգլիական եւ ֆրանսիական այդպես հակասությունների վրա ձևավորված պետությունը, բայց եւ այնպես փաստը մնում է փաստ։ Բայց օրինակ ռուսները մեր երկրում ապրող մեր երկրի քաղաքացիները, եզդիները, ասորիները եւ այլ ազգային փոքրամասնությունները պետքա ունենան այն իրավունքները, բոլոր այն իրավունքները, ինչ որ ունեն հայերը։ Ազատ տեղաշարժի իրավունք, չգիտեմ, անվճար կրթություն, եթե կա հայ, այսինքն հայ էթնոսը ոչ թե դոմինանտ է ճնշելու մյուս էթնոսներին, այլ հայ էթնոսը իր ազգային պետության մեջ փորձում է պահել իր ազգային ինքնությունը, լեզուն, մշակույթը, կրոնը, չգիտեմ, ճարտարապետություն եւ այլն, եւ զարգացնել մշակույթը, իր մշակույթը, ինտեգրվել գուցե համաշխարհային մշակութային աշխարհին եւ այլն։ Բայց միտքը դա է։ Հիմա ինչ է նշանակում մարդը պետության համար է, թե պետությունը մարդու համար։ Այստեղ շատ կա առանցքային տարբերություն, որովհետև եթե պետությունը մարդու համար է, ապա պետությունը ստեղծում է արժանապատիվ հնարավորություններ, այսինքն պետության նպատակն է ստեղծել արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություն մարդու համար, իր երկրի քաղաքացու համար, լինի դա հայ, թե ասորի։ Բայց եթե մարդն է պետության համար հռչակվում է այդպես, ապա ստացվում է, որ մենք կարող ենք մարդու արժանապատվությունը ստորադասել
պետության շահին։ Կարող ենք զրկել մարդուն սեփականության իրավունքից, որովհետև դա պետությանը պետք է։ Կարող ենք մարդուն անմարդկային պայմաններում աշխատանքային պայմաններում աշխատացնել, չպաշտպանել աշխատանքային իրավունքները, որովհետև ինչքան քիչ ծախսենք օրինակ մարդու աշխատանքային պայմանները բարելավելու վրա, այդքան պետությունը կարող է շահել, շատ ավելի հարկ կմուծի, շատ ավելի, չգիտեմ, ինչ կունենա։ Եվ եթե պետությունը մարդու համար չի, ապա այդ պետությունը միանշանակ ավտորիտար համակարգ է, որտեղ մարդու բարեկեցությունը, մարդու արժանապատվությունը միշտ ոտնահարվելու են, ծաղկելու է կոռուպցիան, ինչքան էլ որ չպայքարեն, չգիտեմ։ Կա եզակի դեպքեր, օրինակ Սինգապուրը, որտեղ մարդը պետության համար է, այսինքն մարդու իրավունքները շատ սահմանափակ են, բայց դա իրենց ներքին, ոնց ասենք, կոնսենսուսի արդյունք է։ Եվ միշտ չի, որ հնարավոր է նման արդյունքի հասնել, ինչին հասել է Սինգապուրը։ Գոնե մեր դեպքում, Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի դեպքում, ես ուղղակի բացառում եմ արդյունավետ ավտորիտար համակարգ եւ արժանապատիվ կյանք հայ ազգի հայ ժողովրդի համար այս տարածաշրջանում, եթե մի օր նորից, ինչպես 18 թվականից առաջ էր եւ դեռ հիմա էլ լիարժեք չի ներդրվել, մարդը դառնա գործիք պետության համար, այլ ոչ թե պետությունը գործիք մարդու համար։ Եթե մենք մարդուն չենք արժևորում եւ չենք ընդունում մարդուն որպես բարձրագույն արժեք այս պետության մեջ, ապա այդ մարդիկ հանգիստ կարող են թողնել ու գնալ այս երկրից։ Իսկ մեր համար, որ պետություն, որը նավթ չունի, գազ չունի եւ այլ բնական հարստություն, դե ոսկին չեմ ասում, որտեվ այդ ոսկին այսօր հանեցիր, վաղը 10 տարի հետո վերջացավ, իսկ դրա թունավորման արդյունքը 500 տարի շարունակվելու է։ Եվ ուրեմն Հայաստանը դատապարտված կլինի շարունակամ լավագույն դեպքում fail state մնալ, ձախողած պետություն, իսկ վատագույն դեպքում ընդհանրապես չլինել ինքնիշխան պետություն, ինչպես օրինակ սովետական միության մեջ ա եղել, ցարական Ռուսաստանում, Օսմանյան կայսրությունում, Պարսկաստանի ազդեցության տիրապետության տակ եւ այլն։ Այսինքն այստեղ շատ կարեւոր է այս տարանջատումը։ Մարդը պետության համար է, դա ավտորիտար համակարգ է ձևավորում, պետությունը մարդու համար է, ձևավորում է ժողովրդավարական համակարգ արժանապատիվ քաղաքացու առկայությամբ։ Հարցեր։ Իմ հարցը դա էր, շնորհակալություն, եթե այլ հարցեր կան, Ահա։ Նոնա ջան։ Բարև ձեզ, շնորհակալություն հնարավորության համար, պարոն Միսկարյան, եթե անդրադառնանք էթնիկ կողմնորոշմանը, դուք ասացիք, որ ամեն մեկը պետք է ունենա Էթնիկ ինքնորոշմանը։ Հա, ինքնորոշմանը։ Դուք ասացիք, որ ամեն մեկը պետք է ինքը իր սահմանումը ունենա, թե ինչ է հայը, ով է հայը։ Դուք կասեք ձեր անձնական սահմանումը։ Նայեք, Ձեր սահմանումը։ հա, իմ սահմանումը շատ չի տարբերվում դասական սահմանումներից։ Էթնիկ խումբը դա ընդհանուր պատմական անցյալ ունեցող, ընդհանուր մշակութային ժառանգություն ունեցող, նույն լեզվի կրող մարդիկ են։ Հիմա մեկը կարող է համարել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրող հայ ժողովուրդը, նայեք, մեր խնդիրը որն է, որ մենք հին ժողովուրդ ենք, հին էթնոս ենք։ Դա խնդիր չի իհարկե, դա լավ է, որ հին ենք, բայց ունի նաև բացասական կողմեր։ Մենք առնվազն 2 անգամ, եթե ոչ ավել, ցեղասպանվել ենք։ Մի անգամ 1600 թվականին Շահ Աբբասի կողմից աքսորվել ենք կամ վտարվել, տեղահանվել ենք ու մեր նախնիները Պարսկաստան եւ մյուս անգամ
15 թվականին Օսմանյան կայսրության կողմից բնաջնջվել ենք կամ տեղահանվել են Արևելյան Հայաստան, այս տարածքը։ Այսինքն պատմական ընդհանուր անցյալը ենթադրում է նաև պատմական միջավայր, որտեղ այդ էթնոսը ձևավորվել, զարգացել, ապրել է։ Եթե մենք ընդունում ենք, որ մեր հայ լինելը կապ ունի նաև այս տարածքում ապրելու հետ, ինձ համար կապ ունի, բայց Ամերիկայում ապրող երրորդ սերնդի Օսմանյան կայսրությունից փախած կամ փրկված հայի համար պարտադիր չի, որ ինքը իր անցյալը նույնականացնի այն անցյալի հետ, որ ես եմ իմ համար որոշել։ Իմ պապերը Պարսկաստանից այդպես եկել են, գնացել են Վրաստան, նու հիմա է դա Վրաստան, այն ժամանակ դա Վրաստան չեղել, ցարական Ռուսաստան է եղել, եւ իմ պատմական անցյալը ես այդպես եմ ինձ համար ընդունում։ Բայց ես հաշտ եմ նրա հետ, որ մի ուրիշը, որը Արևմտյան Հայաստանից կամ Պարսկաստանի մեկ այլ գավառից տեղափոխվել է նոր հաճն կամ չգիտեմ մեկ այլ բնակավայր, նույն պատմական անցյալը այսինքն իր պատմական անցյալը չնույնականացնի իմ պատմական անցյալի հետ։ Այստեղ է կարևոր ինձ համար, մենք կարանք ասենք, մեր հայ լինելը սկսվում է հայ նահապետից, օրինակ, եւ դա ամենալայն միավորող պատմական ակունքը կլինի, հա, բայց մեկն էլ կարող է ասել, որ հայ նահապետը առասպել է եւ իմ համար օրինակ ասի առանցքային դերակատարություն ունի այն, որ 1826 թվականին իմ նախնիները Պարսկաստանից տեղափոխվել են այս տարածաշրջան, այսինքն կամ հնարավորություն է տրվել նրանց նորից հետ գալ եւ իրենց պատմական հայրենիքում ապրել, այսինքն 1600-ականներին աքսորել են Պարսկաստան, 1826 թվականից հետո հնարավորություն են տվել նորից վերադառնալ, 200 տարի այդ մարդիկ ուրիշ միջավայրում են ապրել։ Իմ ասած այն է, որ յուրաքանչյուր մարդ, ով իրեն համարում է հայ, կուզի դա ծնունդով համարի, կուզի դա լեզվի հիմքով, կուզի դա կրոնի հիմքով, ինքը իրեն հայ է համարում։ Օրինակ, ինքը համարում է, որ ինքը հայ է, որովհետև հայ առաքելական եկեղեցու հետևորդ է։ Բայց դա չպիտի իր մոտ, եթե ինքը ինքնորոշված է որպես հայ, ինքը պետքա գիտակցի, որ մյուսները, ովքեր առաքելական եկեղեցու հետևորդ չեն, իրանք նույնպես հայ են։ Ինձ համար Համշենի հայերն էլ են հայ, եւ բոլոր նրանք, նույնիսկ այն գերմանացին, որը կուզենա տեղափոխվի Հայաստան, ապրի Հայաստանում, ստեղծագործի հայերենով, չգիտեմ, լեզվի, ինտեգրվի այս միջավայրում, կարող է համարվի հայ։ Մի ուրիշը կարող է ասի, չէ, այս գերմանացին չէ, բայց այն մյուս հայերը, հա, օրինակ, եթե մայրը հայ է, կամ ծնողներից մեկը հայ է, եթե պապն է հայ, եթե չգիտեմ ինչն է հայ, այսինքն ամեն մեկը իր համար կարող է սահմանել ինչ է հայ, բայց դա չպիտի լինի մերժելով մյուսների հայ լինելը։ Էթնիկ ինքնորոշումը իմ համար սա է, որպեսզի դու կարողանաս բավարար գիտելիք ստանաս առ քո էթնոսը, որոշես քեզ համար պատմական որ դրվագից է սկսվում քո հայ լինելը։ Օրինակ, շատ մի պարզ բան պատմեմ, որ ավելի պարզ լինի։ Վերջերս ես իմացա, իմ ազգանունը Միսկարյան, Միսկար բառը պարսկերենում նշանակում է պղնձագործ։ Եվ այն ինչ ես գիտեի, որ Պարսկաստանից Միսկարյանները տեղափոխվել են Լոռի, ես որ ասում եմ Վրաստանից եմ, Լոռվա կողմից եմ, դա ինչ որ մի փուլում եղել է Բոշալուի գավառ, հետո Լոռի է եղել, բայց մշակութային առումով մենք ավելի մոտ ենք Լոռվան։ Եվ ուրեմն պարզվեց, որ Ախթալայի հանքերի, կա Միսկարյաններ,
ովքեր որ եղել են Ախթալայի հանքերում որպես պղնձագործ, իհարկե եթե պղնձի գործ անում, ոսկի էլ կա եւ ոսկերչություն էլ են անում։ Եվ մի օր վրացի թագավորը, ընդ որում այդ Միսկարյաններին Պոնտոսը հունական աշխարհն է եւ Պոնտոսի հույներից են բերել մեր տարածք, այսինքն շնող Ախթալա, որովհետեւ մասնագետ չի եղել այդ հանքերում աշխատող։ Դրա համար այդ հույներին բերել են մեր մոտ, Ախթալայի մոտ, որ իրանք այդտեղ այդ մշակույթը զարգացնեն։ Եվ 3 եղբայր են եղել, ու լեգենդի համաձայն մի օր թագավորը գալիս է այդ իր հանքը տեսնելու, իսկ դա Վրաստանի տիրապետության տակ է եղել այդ ժամանակ, գալիս է իր հանքը տեսնելու, եւ այդ եղբայրներից մեկը ոսկուց մատանի է սարքում, շատ ճոխ, եւ թե արդեն սարքած է լինում, էական չի, նվիրում է այս թագավորին։ Թագավորն ասում է, բա այս շատ թանկ նվեր էր ինձ համար եւ այլն, ինչ կուզես, որ ես տամ քեզ, ասում է մենք 3 եղբայր ենք, եկվոր ենք, այսպես ասած, հող չունենք, եթե հող կտաս, շատ շնորհակալ կլինենք։ Եվ թագավորը 3 եղբայրներին տալիս է հողեր, որոնցից մեկն էլ ենթադրվում է, որ մեր գյուղի հողերն են, եւ ստացվում է, որ ես ծագումով հույն եմ։ Այսինքն ես էթնիկ կամ գենետիկ ծագումով հույն եմ, որը ասիմիլացվել է, ուծվել է եւ կորցրել է իր հունական ինքնությունը, ձեռք է բերել հայկական միջավայրում, հայկական մշակույթի ազդեցության տակ հայկական ինքնություն եւ հիմա իրեն համարում է հայ։ Իհարկե ինձ համար շատ հետաքրքիր էր իրականում ես հույն եմ ծագումով թե չէ, բայց ես գիտեմ, որ ես ազգությամբ հայ եմ։ Եվ ես հանձնեցի գենետիկ անալիզ, ուղարկեցի, զուտ ոչ թե ինձ համար սկզբունքային հարցեր, ես ճշտեմ հայ եմ, թե հայ չեմ, որ հետո իմանամ ինչ եմ անելու, այլ որովհետև այդ լեգենդի հերքելու կամ հաստատելու միակ տարբերակը կամ իմ իմացած տարբերակը հերքելը եւ այս նորը ընդունելը կարող էր լինել միայն այդ անալիզի միջոցով։ Գենետիկ անալիզը ասաց, որ չէ, այն ինչ ես գիտեի, որ Պարսկաստանից Ղարաբաղով եկել են լոռի, Տավուշ եւ լոռի, այդ թեզն է ճիշտ, ես հայ եմ, բայց դա ոչինչ չի փոխում, հասկանում եք, եթե նույնիսկ պարզվեր, որ ես Պոնտոսի հույնի ժառանգ եմ, միևնույնն է ես ինձ էթնիկ հայ եմ համարում, որովհետև ես այդ մշակույթի եւ պատմական անցյալի կրողն եմ։ Դա որպես օրինակ ինչ է ինձ համար հայը։ Եվ իմ կարծիքով յուրաքանչյուրի։ Բայց այս թեման շատ ընդարձակ է եւ ունի ավելի խորը ուսումնասիրության եւ լուրջ մեթոդաբանություն մշակելու կարիք եւ դրա համար նժար սահմանադրական շարժումը հիմա արդեն անդրադառնամ այն մի ժամ առաջ տված հարցին նպատակ ունի հիմնադրել ինքնորոշման ազգային ինստիտուտը, որը կմշակի ինքնորոշման համապարփակ տեսության հենքի վրա ինքնորոշման այն բոլոր ձևերը, որոնք կան, գուցե դրանք նաև աճեն, ավելանան, ես չգիտեմ, կմշակի բովանդակություն եւ մեթոդաբանություն, դրանք գիտական մակարդակում շրջանառության մեջ դնելու համար։ Կրթական համակարգում ներդնելու, պետական կառավարման համակարգում ներդնելու եւ այլն։ Եթե մենք ունենանք ինքնորոշված հասարակություն, յուրաքանչյուր ինքնորոշված անհատ անհամեմատ ավելի արդյունավետ է, քան չինքնորոշված անհատը, որովհետեւ ինքը կարողանում է արագ կողմնորոշվել իր արժեքների պրիզմայով գնահատելով որևէ իրավիճակ, որևէ իրադարձություն եւ կայացնել որոշում։ Իսկ եթե դա ինքնորոշված հասարակություն է, ոչ թե անհատ, այլ անհատների ամբողջություն, ապա այդ ինքնորոշված հասարակությունը բազմակի անգամ ավելի արդյունավետ է, քան անհատների քանակի բազմապատիկը։ Այսինքն
Դա երկրաչափական պրոգրեսիայի նման մի բան է։ Դրա համար մենք շատ կարևորում ենք ինքնորոշումը, առաջիկա, բայց ինքնորոշման ինստիտուտը հիմնադրելը չի կարող լինել առանց սահմանադրական երաշխիքների, որովհետև մենք հիշում ենք, թե ինչ պետություններով ենք շրջապատված եւ ինչ հավակնություններ ունեն այդ պետությունները մեր երկրի նաև նկատմամբ, մեր տարածաշրջանի եւ մեր երկրի նկատմամբ։ Եվ ուրեմն, այնտեղ հիմար մարդիկ չեն նստած, եւ երբ որ դու հայտարարում ես, որ հիմնադրում ես ինքնորոշման ինստիտուտ, նրանք հասկանում են, որ դու բռնել ես պետության կամ ազգի սուբյեկտայնացման ճանապարհը։ Դա ուղիղ սպառնալիք է իրենց ծրագրերին եւ նրանք փորձելու են թույլատրել քո պետությունը, խանգարելու են կայացնել այդ ինստիտուտները, դրա համար անհրաժեշտ է սահմանադրական երաշխիքներ, որպեսզի այս ինստիտուտը եւ այն ինստիտուտները, որոնք երաշխավորելու են այս ինստիտուտի անձեռնմխելիությունը, լինեն կայուն եւ պաշտպանված։ Մենք առաջարկում ենք, եթե շատ կարճ ամփոփեմ, ասեմ, մենք առաջարկում ենք առաջիկա ընտրություններում լայն համախոհություն քաղաքական, հասարակական բոլոր ուժերի, որոնք գտնում են, որ ինքնորոշումը անհրաժեշտ է մեզ որպես ազգ վերածնվելու, որովհետև մեր խնդիրները արժեբանական են, մեր խնդիրները բխում են այն աղավաղված արժեքներից, որոնք մեր մեջ սերմանվել են այն գերտերությունների կողմից, ում տիրապետության տակ մենք պատմականորեն գտնվել ենք եւ վերածնվելու համար մեզ անհրաժեշտ է ազգային ինքնորոշում։ Դրա համար մեզ անհրաժեշտ է անհատների ինքնորոշում, որը կբերի հասարակության տարբեր շերտերի ինքնորոշման եւ ապա նաեւ ազգային ինքնորոշման։ Դրան հասնելու համար, ասեցի, ինքնորոշման ինստիտուտ պետք է հիմնադրվի, բայց ընտրություններում հաղթելու համար մենք առաջարկում ենք 3 հիմնական փոփոխություն համակարգային։ Մեկը պետական կառավարման մոդելի փոփոխություն պետական խորհրդի ներդրմամբ, մյուսը համապարփակ անվտանգային համակարգի ներդրում անվտանգությունը պետության ներքին եւ արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար, ապահովելու համար, եւ երրորդը թվային պետություն, դա արհեստական բանականության եւ թվային տեխնոլոգիաների ներդրմամբ նոր պետական կառավարման համակարգ ձևավորելն է, արդյունավետ եւ արժեքենտրոն, արժեհեն։ Որոշումները պետությունը պետքա միտված լինի, պետության ամբողջ աշխատանքը պետքա միտված լինի հասարակության ինքնորոշմանը եւ այս համակարգը, որը մենք առաջարկում ենք, իր հիմքում ունենալու է այդ նպատակը։ Այն մնացածը, ինչ հիմա ասեցի, դրա մասին ամեն մեկի մասին մի ժամ կարամ խոսեմ, բայց ինձ թվում է այսքանով բավարարվենք։ Պարոն Միսկյան, Հարցեր կան։ իսկ հետո տեսությունը կուղարկեք, որ մեր մասնակիցները ընթերցեն, թե դեռ չեք հրապարակում տեսությունը։ Տեսությունը կուղարկեմ, որ ձեր մասնակիցներն ընթերցեն, ում կհետաքրքրի, թող ինձ Facebook-ով գրի, ես իրեն անձնապ կուղարկեմ։ Հրաշալի, շնորհակալություն շատ։ Հիմա նրանք, ովքեր ունեն հարցեր, խնդրեմ ձեռք բարձրացնեն։ Օրինակ, ես մի հարց ունեմ, հատկապես այսօրվա մեր առաջին հանդիպման հետ կապված, որովհետև, ինչպես նշեցի, Մարիա Կարապետյանի հետ էր մեր հանդիպումը։ Որն են, հա, Նելի ջան, լսում եմ ձեր հարցը։ Անջատված է, մենք ձեզ չենք լսում։ Կներեք, պարոն Միսկյան, հարցը հետևյալն է, կա արդյոք այժմ քաղաքական մի այնպիսի ուժ, որը նժար շարժման հետ իր գաղափարները կիսում է։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն հարցի համար։ Մեկ ուժ չի դա, տարբեր են այդ ուժերը։ Մենք լայն համախոհություն ենք ձեռք բերել։ Այս գործընթացը նոր չի սկսվել, ուղղակի նժարի հիմնադրումն է նոր եղել եւ հայտարարել ենք նոր, այդ ուժերի
մասին դուք շատ շուտով կիմանաք, մենք կներկայացնենք, եթե հետևեք նժարի էջին։ Ես կայքը կամ կուղարկեմ մեր նաև էջին։ սոցիալական էջերի ժարի։ Շնորհակալ կլինեմ։ Սիրով։ Կարևոր է երեխեք, կապ չունի դուք հետաքրքրվում եք այս փուլում քաղաքականությամբ, չեք հետաքրքրվում, կարևոր է, որ դուք որոշեք ձեր համար, թե ինչպիսի պետություն եք ուզում։ Եվ ոչ թե պասիվ դիրք գրավեք, այլ սուբյեկտայնանաք, հա, այսինքն ինքնորոշվեք որպես քաղաքացի եւ փորձեք պատասխանատվություն վերցնել, փոքր, բայց պատասխանատվություն վերցնել ձեր երազանքի պետությունը կայացնելու գործում։ Չի կարելի նստել սպասել, որ մի օր մի հրաշք մարդ կգա եւ մեր երկիրը կզարգանա, կզարգացնի։ Մենք պետք է ստեղծենք ինստիտուտներ, որոնք հակակշիռների եւ փոխզսպումների միջոցով թույլ չեն տա, որ որևէ մի անձ կամ մի ուժ միանձնյա որոշումներ կայացնի։ Դա ամենախայտառակ բանն է, որ նույնիսկ այն ցեղերի ժամանակ չի եղել, հա, մարդիկ ավականի բան են ունեցել, որ խորհուրդ կազմեն, խորհուրդներով որոշումներ կայացնեն։ Հիմա մի օր մարդը կարա արթնանա, ասի ես գնում եմ արևմուտք, հաջորդ օրը արթնանա, ասի ես գնում եմ Չինաստան, այդպես չի կարող լինել միջազգային հարաբերություններում, ոչ մեկը նման պետությանը լուրջ չի ընդունի, բայց դա այդ մարդու մեղավորությունը չի։ Դա մեր համակարգի մեղավորությունն է, որ չկա զսպող մեխանիզմ, որ այդ մարդուն ասի, հոп, ընկեր ջան, բա դու երեք ուրիշ տեղ էիր գնում, այս մարդկանց ուրիշ բան ես խոստացել, այսօր ուրիշ բան ես ասում։ Այսինքն քաղաքական հայտարարությունների, ծրագրերի դրանք չկատարելու համար որևէ պատասխանատվություն չկա։ Եվ քանի դեռ քաղաքական այլընտրանք էլ չկա դաշտում, դա ընդհանրապես մոնոպոլիայի է վերածվում, 30 տարի մոնոպոլիա էր, հիմա նորից մոնոպոլիա է։ Շատ կարևոր։ Հա, ես ներողություն եմ խնդրում, բայց պետքա օդանավակայան գնամ։ Դրա համար ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել ձեր թանկ ժամանակից մի ժամ տրամադրելու համար։ Ցավոք սրտի, այն ինչ ես կուզենայի ասել շարժման մասին եւ մեր նպատակների մասին, որը գուցե ավելի առարկայական եւ մեր համար որպես շարժում արդյունավետ կլիներ, բայց ես գերադասեցի ասեմ այն, ինչը իմ կարծիքով ձեզ ավելի շատ օգուտ կտա ձեր կյանքում, քան թե մեզ հիմա։ Ապագան ձերն է եւ կարեւոր է, որ այն ինչ արվում է այսօր, արվի այն տեսլականով, թե ինչ է տալու ինքը հաջորդ սերնդին, այսինքն ձեզ։ Մենք այսօր խաղում ենք երեկվա արածների պտուղները, որպեսզի դուք վաղը քաղեք առողջ պտուղներ, այսօր պետքա դրա սերմերը դրվեն։ Եվ դա մենք կարանք միասին անենք, որովհետև դուք արդեն հասուն մարդիկ եք։ Շնորհակալություն։ Անչափ շնորհակալություն ձեր ժամանակից տրամադրելու համար, եւս մեկ անգամ շնորհակալություն այս հանդիպման պատրաստակամության համար։ Կարծում եմ շատ մեծ ծավալի բովանդակություն ստացան մեր մասնակիցները։ Հետագայում ինձ թվում է եւս հանդիպումների առիթ կունենանք, ոչ այս ակադեմիայի շրջանակներում, բայց մեր այլ ծրագրերի շրջանակներում։ Շնորհակալություն ձեր ժամանակը տրամադրելու համար, բարի ճանապարհ դեպի օդանավակայան։ Շնորհակալ եմ, երբ ձեզ հարմար կլինի, ես պատրաստ եմ կիսվեմ իմ գիտելիքներով, իմ փորձով։ Ստեսություն։ Անչափ շնորհակալ։ Ստեսություն։ Շնորհակալ